3 միլիոն դրամ ազգային ժողովի պատգամավորները, հա, աղմուկ հանած պարգևավճարը, որ ստացել են, սիրելի թոշակառուներ, Հայաստանի Հանրապետությունում նվազագույն թոշակը 36,000 դրամ է եւ այն շարունակելու է պահպանվել 26 թվականին նույնպես։ 3 միլիոնը բաժանած 26,000-ի անում է 83,3, այսինքն 83 ամիս, մոտ 6 տարի նվազագույն թոշակ ստացող թոշակառուն, եթե թոշակը չբարձրացվի 6 տարվա մեջ, նվազագույն թոշակ ստացող թոշակառուն 6 տարի պետք է ստանա 36 տարի մի փոքր ավելի 36,000 դրամ թոշակ ամսեկան եւ չծախսի 10 դրամ անգամ իսկ, որպեսզի կանգնի 3 միլիոն դրամ, այսինքն մեր ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուրը 6 տարվա նվազագույն թոշակի չափ պարգևավճար են ստացել։ Թե որտեղից այդ գումարները միանշանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հարկատուների կողմից գոյացված պետական բյուջեի միջոցներից։ Այն որ ազգային ժողովի նախագահան փորձեց արդարանալ, որ ազգային ժողովի համար նախատեսված ֆինանսական այդ բյուջեում գումարներ են ավելացել, հետևաբար պարգևավճարներ են տրամադրում, իսկ ներողություն, եթե ավելացել են առաջին, նշանակում է անարդյունավետ եք աշխատել, եթե պլանավորված գումարը դուք չեք ծախսել պետական բյուջեի կողմից նախատեսված, սա մեկ, եւ երկրորդը, եթե դուք կարողանում եք նվազագույն, ծախսեր կատարելով 12 ամիս խորհրդարանը ֆունկցիոնալ աշխատանքային, պրոցեսում պահել, էականն այն չի, թե ինչ որակի խորհրդարան այսօր ունենք, ինձ համար այսօրվա խորհրդարանի, ասենք, որակը շիշակից ներքև է, դրա մասին չի խոսքը, եւ գումար եք կարողացել գեներացնել, ինչու եք այդ 321 միլիոն դրամը բաժանում պատգամավորներին, իսկ միգուցե դա խնայեք 26 թվականի համար, 545 միլիոն 516 դա պարբերաբար վճարված պարգևավճարների մասին է խոսքը, խոսքը գնում է 3 միլիոն աղմուկ հանած պարգևավճարների մասին, սա մեկ, ասեմ ավելին, դուք շատ ճիշտ նշեցիք, որ ինչու միայն թոշակառուների թոշակների մասին, նպաստառուների նպաստների մասին ենք ձայն բարձրացնում, ասեմ ավելին, 5 տարի ազգային ժողովի պատգամավորները, 5 տարով ձևավորվող 26 թվականին ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հերթական 5 տարի մինչև 31 թիվը, բայց անդրադառնանք 21-ից 26 թվականներին յուրաքանչյուր պատգամավոր միջինացված 5 տարվա ընթացքում ստանում է նվազագույնը 60 միլիոն դրամ եկամուտ։ Յուրաքանչյուր պատգամավոր իշխանական թե ընդդիմադիր կապ չունի, յուրաքանչյուրը 5 տարվա ընթացքում նվազագույնը 60 միլիոն դրամ եկամուտ է ունենում։ Ինչու նվազագույնը, որտեղ այնտեղ կան գործուղումներ, պարգևավճարներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հետևաբար, եթե մենք 60 միլիոն դրամը բաժանում ենք միջին վիճակագրական հայ մարդու աշխատավարձին, որը վերցնենք պայմանական 300,000 դրամ, 5 տարի պատգամավորը աշխատելով, ծառայական մեքենայով աշխատանքի գնալ գալով, օգտվելով պետության կողմից տրամադրվող բազմաթիվ արտոնություններից 5 տարում նա տաքուկ տեղում գրեթե ոչինչ չանելով ստանում է նվազագույնը 60 միլիոն դրամ եկամուտ, իսկ որպեսզի 300,000 դրամ աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացին իր աշխատավարձով գնում է աշխատանքի, վերադառնում է տուն, իր աշխատավարձով հոգում է իր աշխատանքի վայրում իր սնունդը եւ գրեթե պարգևավճար չի ստանում, որտեղ այդ ինստիտուտը Հայաստանում չի գործում, 19 տարի 7 ամիս պետք է 300,000 դրամ աշխատավարձով քաղաքացին աշխատի, որպեսզի մեկ պատգամավորի 5 տարվա պատգամավորության ժամկետի չափ գումար ստանա եւ ավելացնեմ ավելին 20 տարի 300,000 դրամ աշխատավարձով աշխատող քաղաքացին ստանում է 60 միլիոն դրամ եւ գնում է թոշակի ելնելով ըստ աշխատանքի ստաժի եւ նվազագույն թոշակի, սահմանված չափը, վերցնենք 36,000 դրամով գնում է թոշակի, իսկ 5 տարի պատգամավորը գրեթե ոչինչ չանելով ստանում է նվազագույնը 60 միլիոն դրամ եկամուտ եւ գնում է թոշակի 150, 200, 250,000 դրամ թոշակով։ Հարց. Եկեք Հայաստանի Հանրապետության աշխատուժի շուկան ամբողջությամբ մի հատ մեծ խորհրդարան ձևավորենք,
Բոլորը ստանան բարձր աշխատավարձ, բարձր պարգևավճարներ, գործուղումներ եւ Հայաստանի Հանրապետությունը վստահեցնում ձեզ աննախադեպ, պատմական, թռիչքային, ռեկորդային, սիրում են, չէ՞ նրանք այդ բառերը օգտագործել 193 ինքնիշխան պետություն կա երկիր մոլորակի վրա ՄԱԿ-ի անդամ, մենք կլինենք առաջատարը տնտեսական, կենցաղային, հա, այդ սոցիալական կենսամակարդակում մենք բազմաթիվ անգամ կգերազանցենք եւ Սինգապուրին, եւ Սկանդինավյան երկրին եւ այլն։ Աշխարհին օրինակ դառնանք։ Եվ ես ինքս գտնում եմ, որ անամոթ, հա, ամոթ է իսպանական ամոթ հասկացություն կա, որ լինելով խորհրդարանական երկիր եւ մեր ազգային ժողովը էականային չի ինչ որակի է, մեր ազգային ժողովը 5 տարվա ընթացքում ավարտում են այս տարի, 5 տարվա ընթացքում ոչինչ չարեցին ազգաբնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար, ոչինչ չարեցին ժողովրդագրական դեմոգրաֆիկ աղետը կանգնեցնելու համար, արտագաղթը կանգնեցնելու համար, պետության սահմանները անառիկ պահելու համար, ազգաբնակչության կենսամակարդակը բարձրացնելու համար, թոշակառուներ, աշխատուժի շուկա, անչափահաս երեխաներին այդպես էլ չորոշեցին անգամ այս գումարման ազգային ժողովը, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակելով իրեն սոցիալական երկիր, սահմանադրության առաջին հոդվածում նման բառեր կա գրված, սոցիալական երկիր, եւ 0-ից մինչև 18 տարեկան մեր երեխաներ անչափահասության գումար չեն ստանում եւ բազմաթիվ այլ խնդիրներ կարող են բերել չլուծելով այս 5 տարվա ազգային ժողովը անդիմադիր թե դիմադիր падգամավորները, բայց վստահեցնում եմ ձեզ բավականին բարեկեցիկ կյանքով ապրեցին եւ բավականին բարելավեցին իրենց շենք շինությունները, նյութական եւ ոչ նյութական արժեքները։